Ողջույն հարգելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ, ես այս պահին գտնվում եմ Գյումրիում, Մայր Հայաստան դաշինքի կենտրոնական շտաբի դիմաց։ Մենք մասնակցում ենք Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին եւ մեր քաղաքապետի թեկնածուն Կարեն Սիմոնյանն է, քվեաթերթիկը համար 4-ն է, ահա դուք տեսնում եք իմ հետևում այդ համարը եւ Կարեն Սիմոնյանին։ Ուզում եմ անդրադառնալ քարոզարշավի ընթացքին, ինչպես հայտնի է, մենք կազմակերպել ենք Գյումրու զարգացման ծրագրի հետ կապված հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս։ Այդ կոնֆերանսին մասնակցում էին հայաստանյան եւ ռուսաստանյան պետական, փորձագիտական, բիզնես շրջանակների ներկայացուցիչներ եւ ողջունելի էր, որ Ռուսաստանի պետական եւ փորձագիտական ու բիզնես շրջանակների ներկայացուցիչները դրական էին գնահատում Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու եւ հարկային բեռի առումով Գյումրուն ազատ քաղաքի կարգավիճակ տալու մեր նախագծին եւ համոզվածություն էին հայտնում, որ ռուսական կապիտալը մեծ շահագրգռվածություն կցուցաբերի եւ Գյումրիում կարվեն ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, որը կնպաստի աղքատության կրճատմանը։ Ինչն է ուշագրավ այս պատմության մեջ, քաղաքացիական պայմանագիրը խառնվել է իրար, նրանց դուր չի եկել, որ Ռուսաստանից, մասնավորապես Եդինայա Ռոսիա ֆրակցիայից Պետդումայի պատգամավոր Մատվեյչևը ողջունել էր եւ դրական էր գնահատել մեր ծրագիրը եւ հաջողություն ու հաղթանակ էր մաղթել Կարեն Սիմոնյանին այս ընտրություններին եւ նրա ասացի հիմքում այն էր, որ այդ ծրագիրը եթե կյանքի կոչվի, ապա դա շատ լուրջ խթան կհանդիսանա տնտեսական զարգացման համար, ինչպես հայտնի է Ռուսաստանը այստեղ ռազմաբազա ունի, 102-րդ ռազմաբազան է Գյումրիում եւ իրենք էլ են բնականաբար շահագրգռված, որպեսզի Գյումրին զարգանա տնտեսապես, սոցիալական խնդիրները կրճատվեն եւ ընդհանրապես տնտեսական զարգացումը Հայաստանի շահերից է բխում ու նաեւ բխում է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի շահերից։ Այս հանգամանքը դուր չէր եկել ՔՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանի իրենցից ձևակերպած ուսապարկերը, նրանց քարոզչագործիկները խառնվել են իրար, նրանց դուր չի եկել փաստորեն այն, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում այստեղ ներդրումներ անել եւ տնտեսությունը զարգացնել, նրանց դուր չի եկել այն, որ ազատ տնտեսական գոտու մեր ծրագիրը ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս է աջակցություն ստանում եւ մասնավորապես մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում է աջակցություն ստանում եւ նրանք հարձակվել են եւ պատկերացրեք այնպիսի բառապաշար են օգտագործում, ինչպիսին է անկախությունը, ինքնիշխանությունը։ Ուրեմն իբր թե հայտարարելով, որ դա վնասում է մեր ինքնիշխանությանը, երբ որ Ռուսաստանի Դաշնության պետական դումայի Եդինայա Ռոսիայի ներկայացուցիչը ողջունում է դրական է գնահատում Մայր Հայաստանի ծրագիրը եւ հաղթանակ է մաղթում Կարեն Սիմոնյանին այս ընտրություններին։ Դա նրանք գնահատում են իբր թե մեր ինքնիշխանության դեմ ոտնձգություն, այնինչ ինքնիշխանություն բառը ով Նիկոլ Փաշինյանն ու իր դրածոները, իր արբանյակները եւ իր կցորդները պետք է չօգտագործեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը, նա պատրաստակամություն է հայտնել բավարարել Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր նախապայմաններն ու պահանջները, նա աթոռ է մուրում Էրդողանից եւ այս պարագայում խոսել ինքնիշխանության մասին անկեղծ ասած ուղղակի փարիսեցիություն է եւ դեմագոգիա։ Այս առումով մեր շփումները գյումրեցիների հետ ցույց են տալիս, որ Գյումրիում մերժում են քաղաքացիական պայմանագրին, մերժում են Նիկոլ Փաշինյանի թուրքամետ քաղաքականությունը եւ մարտի 30-ին այս ամենը պետք է առարկայական տեսք ստանա։ Գյումրեցիները լիահույս են, որ կարողանալու են Գյումրիից սկսել փոփոխությունները։ Մեր թիմը ներկայացված է եւ երիտասարդ եւ փորձառու մասնագետներով, տարբեր ոլորտների ներկայացուցիչներով եւ մենք
լիահույս ենք, որ կարողանալու ենք մեր ծրագրերը տեղ հասցնել եւ ակնկալել գյումրեցիների քվեն։ Հարգելի գյումրեցիներ, դուք մարտի 30-ին ընտրելու եք ոչ միայն քաղաքային իշխանություն, այլ նաեւ ցույց եք տալիս, թե ինչպիսին է Հայաստանի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի վարած հակահայկական քաղաքականության նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի օրակարգը։ Նա պատրաստակամություն է հայտնում փոխել սահմանադրությունը Ադրբեջանի ու Ալիևի պահանջով։ Պատրաստակամություն է հայտնում ուրանալ հայոց ցեղասպանությունը։ Պատրաստակամություն է հայտնում հանձնել Զանգեզուրի միջանցքը։ Պատրաստակամություն է հայտնում ետ քաշել մեր հայցերը միջազգային դատարաններում ընդդեմ Ադրբեջանի։ Պատրաստակամություն է հայտնում ըստ էության լուծարել ԵԱԿ Մինսկի խումբը, որը զբաղվում էր Արցախի հարցով։ Պատրաստակամություն է հայտնում բավարարել Ալիևի պահանջները եւ հող է նախապատրաստում, որպեսզի այսպես կոչված ադրբեջանական փախստականները վերադառնան Հայաստան, իսկ դա արդեն հասկանալի է, թե ինչ է իրենից ներկայացնելու։ Այս առումով գյումրեցիները պետք է իմանան, որ իրենք ընտրում են ամբողջ Հայաստանի փոխարեն։ Շատ ծանր բեռ ու պարտականություն է դրված մեր սիրելի գյումրեցիների վրա, բայց ես համոզված եմ, որ գյումրեցիները շատ պատվով դուրս կգան այս իրավիճակից եւ իրենց ընտրությամբ բառից բուն իմաստով կարող են փրկել Հայաստանը, որովհետեւ փոփոխությունները կարող են եւ պետք է սկսեն իրականանալ հենց Գյումրիից։ Առայժմ այսքանը, հարգելի հայրենակիցներ, մի տրվեք սադրանքների, քաղաքացիական պայմանագիրը եթե իրար է խառնվել, թող իր իրական դեմքը բացահայտի, չնայած դա վաղուց բացահայտված է, մենք միասնական ջանքերով պետք է մերժենք այս հակահայկական քաղաքականությունը, որը իրականացվում է Նիկոլ Փաշինյանի եւ իր դրածոների միջոցով։ Բոլորիս հաղթանակ, միասնականություն եւ նորի ընտրություն ենք մաղթում։ Եվ վերջում, գյումրեցիները ունեն ընտրելու հնարավորություն։ Նրանք կարող են ընտրել ներկա մղձավանջային կառավարումը, քաղաքացիական պայմանագրի, որը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթում, ունեն հնարավորություն անցյալի միջև ընտրություն կատարելու եւ ունեն հնարավորություն նորի ընտրություն կատարելու։ Մայր Հայաստանը առաջարկում է ձեզ ընտրել նորը, ընտրել Մայր Հայաստանին, ընտրել թիվ 4 քվեաթերթիկը եւ ընտրել Կարեն Սիմոնյանին որպես քաղաքապետի թեկնածու։ Առայժմ կլինենք կապի մեջ։